Շիրակի մարզի Արտական գյուղն։ Արտական գյուղը ինքը ելել է շատ ժամանակներից է հիշատակվում, նույնիսկ ասեմ մեր թվարկությունից առաջ։ Արտավազդ արքան, երբ որ Արտաշեսյանների թագավորության արքաներից է եղել, Քրիստոսից առաջ է թագավորել, ինքը գալիս է այս տարածքը տեսնում, միանում է այս տարածքով եւ որոշում է այստեղ իր ամառանոցը կառուցել։ Եթե մենք շրջենք գյուղի տարածքով, կարող է եւ իր թողած աշխատանքներից նույնիսկ տեսնել, հա։ Իսկ դրանից հետո 12-13-12-րդ դարերում արդեն կառուցվել է այս եկեղեցին, որը անվանում են Նեղուցի վան։ Ինչու Նեղուցի վան, որովհետև ասում են, որ մեր ձորերի արանքում է գտնվում, նեղ հատվածում է, այդ պատճառով այն անվանում են Նեղուցի վան։ Բայց այն ունի մեկ այլ անվանում, Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցի, ունի խորան, այն հատվածում է, եթե նկատում եք, այնտեղ խորանն է, այսօր գավիճն է, սյուների վրա կառուցված, նաև մենք նկատենք սյունները տարբեր ձև են, չէ՞, ու սյուների վերևին հատվածներում կտեսնեք արձանագրություններ թողած, հիմա փորձենք նաև տանիքի հատվածը, տեսեք ինչքան գեղեցիկ են կարողացել կառուցել։ Պատկերացրեք 15-ից հիմա ճարտարապետությունը այդ կերպ չէ, զարգացած, բայց պատկերացրեք 11-րդ դարում ինչքան հետաքրքիր է եղել մարդկանց մտքի ինչքան բարձր է կարողացել կառուցել ճարտարապետական այս եկեղեցին։ Հիմա ցավոք մեր եկեղեցին Նեղուցի Մարիամ Աստվածածնի եկեղեցին համարվում են խոնարհված եկեղեցի, ժամանակի ընթացքում կոտրվել է, վնասվել է, կայծակահարության, երկրաշարժի ընթացքում այն վնասվել է, խոնարհված։ Գյուղի համար շատ կարևոր նշանակություն ունեցող եկեղեցի, որտեղ իրենք իրենց բոլոր ծիսակատարությունները այստեղ են իրականացնում։ Արագ մեր կրթահամալի սաները երբ գալիս են այստեղ, իրենք փորձում են ժամերկության, ուսումնական ժամերկության միջոցով այդ փոքրիկ պատարակ իրականացնել այստեղ։ Մենք մեր ձայնով շունչ տվեցինք այս եկեղեցին։ Մենք դուք շատերս ինչերի վրա են կանգնած։ Ապրես, էսես, գերեզմանա, կերակերի վրա, գերեզմանա դամբարանի քարերի վրա։ Այսինքն այստեղ կարող են բանականներ թաղված լինել։ Տեսնում եք այս հատվածներում արձանագրությունները թողված, բայց չեն կարող թողնել, թաղոք, որտեղ կարող են որոշ տողներ անհասկանալի են։ Նայեք աչի ծաղկողներում, հավերժության նշաններն են։ Տեսնում եք։ Հավերժության նշաններ։